տարբեր հիմնարկներում տեսնում ենք, որ այս ամառվա տապին մարդիկ մնացել են առանց աշխատանք, առանց գումարի, առանց ապրելու միջոցների եւ նաեւ սրա հետ մեկտեղ խախտվում է հազարավոր մարդկանց աշխատանքի իրավունքը եւ նաեւ այստեղ նորից եւ բարոյականության մարդկության գծերը անցնում ենք ինչպես կարող են։ Իսկական այս օրերին մենք տեսնում ենք նաեւ սպորտից արձագանքներ կան, բազմաթիվ քաղաքացիներ նշում են այն գործունեությունը, Գիտարյանը կատարել է նաեւ սպորտի հետ կապերն է ամրապնդել նաեւ ներդրումներ, այլն։ Եվ սրանով հասցրել մեր պետությունը ինչ արտարքի ուղղում նաև սպորտին, եթե հաշվի առնենք նաև ներդրումային։ Այո, վերջին օրերին, վերջին ընթացքում տեսակ մեծ հավաքներ տեղի ունեցան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այո, ես վերջերս ծանոթացա պարոն Սասունյանը, Նունե Սերոփյանը, նրանք այդպես լայվ ռեժիմով ելույթ էին ունենում եւ այո, մարդիկ խոսում են նրա մասին, որ նույնիսկ եթե այնտեղ կան Սփյուռքի մեր ներկայացուցիչներ, որ անձամբ Գագիկ Ծառուկյան չեն ճանաչել, բայց նրանք ասում են, որ նրա ներդրումները, նրա գործունեությունը Հայաստանում որպես բիզնեսմեն շատ լուրջ են եւ այո, ներդրումային առումով այսօր դրսում ապրող հայերը եւ ոչ միայն հայերը, բոլոր այն մարդիկ, ովքեր մի օր կորոշեն, որ պետք է բիզնես հիմնեն Հայաստանում, նրանք դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, որովհետեւ եթե այսօր կողքից նայում են, որ Գագիկ Ծառուկյանը երկրի ամենաազդեցիկ բիզնեսմեններից մեկն էր, որը շատ մեծ ներդրումներ ունի Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում, եթե մի օրվա ընթացքում կարող է տեղի ունենալ այն ինչ որ տեղի է ունենում, կամ օրինակ, չգիտեմ, Մուլտիվելնեսի օրինակով կա պայմանագիր կնքած պետության հետ, Երևանի քաղաքապետարանի 50 քանի տարով ու մեկ օրում գալիս են ասում են մենք հիմա այս պայմանագիրը չեղարկում ենք։ Գիտեք, ասում են բիզնեսը հանգստություն է սիրում եւ սիրում է առանց այդպես ալեկոծումների երկրներ եւ քաղաքական իրավիճակներ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչին ականատես լինող ոչ մի լուրջ բիզնեսմեն չի մտածի այլևս Հայաստանում ներդրում կատարելու մասին։ Այդուհանդերձ այս բավական համակարգեցին սպասելիքներ ունենք։ Քաղաքական գործիչները նոր տարբեր խմբակցություններից ասում են, որ Գագիկ Ծառուկյանը Կաղամանդակյանը եւ որտեղ առաջ պետք է ազատանցել։ Իհարկե մենք արդեն շատ վաղուց այս ամեն ինչի մասին խոսում ենք, որ սա քաղաքական աստառ է այս ամեն ինչը, սա քաղաքական հաշվեհարդար է, բայց գիտեք ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում եւ ես ուզում եմ դեռ հավատալ, որ Հայաստանի Հանրապետության իրավական մարմինները պետք է կատարեն արդար որոշում, որտեվ ես այստեղ արդեն ասում եմ ուղղակի որպես քաղաքացի, եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մերցնենք, ուրեմն վաղը առավոտյան արդեն այստեղ ապրելը շատ դժվար է լինելու։ Ես էլ